Բարի օր սիրելի հայրենակիցներ, մոտենում են ընտրությունները եւ ամեն օր էլ ավելի թեժանում եւ բորբոքվում է Հայաստանի ներքաղաքական կյանքը։ Ես ինչպես ամիսներ առաջ կանխատեսել էի Հայաստանի նախընտրական փուլում բավականին բուռն է լինելու գործընթացները։ Փաշինյանը դիմելու է էլ ավելի կոպիտ եւ կոշտ միջոցների, լրացնելու, զսպելու իր ընդդիմախոսներին, քանի որ Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ իր վարկանիշը գրեթե հասել է պոլին եւ նա արդար եւ ժողովրդավար ընտրությունների արդյունքում գրեթե հնարավորություն չունի անգամ անցնել ազգային ժողով, ուր մնաց հաղթանակ տանելու, բայց նա դիմելու է բոլոր բարոյական եւ անբարոյական միջոցներին, որպեսզի թե կեղծիկով, թե տարբեր մեխանիզմների պետական կոշտ ռեսուրսը կիրառելու արդյունքում նորից զավթի իշխանությունը։ Փաշինյանը հին մեթոդներ է սկսել կիրառել, անցած մեր զրույցում ես դրա մասին խոսել եմ, Փաշինյանը ակտիվացրել է իր աղջիկներին, իր երեխաներին, նա դա արել է միշտ, այս անգամ եւս էլ ավելի ակտիվ է անում, նա ակտիվացնում է իր ընտանիքի անդամներին, փորձելով դարձնել նրանց թիրախ, երբ որ նրանք հասարակության կողմից ենթարկվեն պարսավանքի, նա դա վերացելու է որպես հարձակում սրբության վրա, հարձակում ընտանիքի վրա, ինչը անթույլատրելի է, եւ փորձելու է դրանով պաշտպանվել որպես զոհ։ Հարգելիներս, չտրվեք սադրանքներին, դա Փաշինյանի տեսակն է։ Փաշինյանը պատրաստ է իր սրբությունները դնի գետին, հանուն իր աթոռի։ Ոչ միայն Փաշինյանը, այլ այսօրվա ԿՊԱ-ական վերնախավի շատ մեծ մասը։ Նրանց մեջ կան շատերը, որոնք այո, բավականին հասկացող եւ իրավիճակը գնահատող մարդիկ են եւ հասկանում են իրավիճակի լրջությունը, բայց ցավոք սրտի օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով ես համոզված եմ, որ հնարավորության դեպքում նրանք կխոսեն դրա մասին։ Այսօր մենք տեսնում ենք այդ ԿՊԱ-ական վերնախավում ճաքեր, որոշ ԿՊԱ-ականների հեռացում, որոշ ԿՊԱ-ականների հակա-նիկոլյան որոշակի քայլեր, բայց դրանք էլ ավելի վառ դրսևորումներ կունենան բուն նախընտրական գործընթացի մեջ։ Հարգելիներս, Փաշինյանը վերածելու է Հայաստանը տոտալիտար երկրի։ Աստված մի արա սցեները հաղթանակի դեպքում Հայաստանը վերածվելու է Հյուսիսային Կորեայից ավելի տոտալիտար երկրի։ Փաշինյանը արդեն բաց է խոսում հայկական էներգետիկ համակարգերը, հայկական կարևորագույն ստրատեգիկ կառույցները օտարին հանձնելու։ Երեք նա սկսեց խոսել արդեն հարավկովկասյան երկաթուղիները երրորդ երկրին հանձնելու, Ռուսաստանից վերցնելու եւ երրորդ երկրին վերավաճառելու մասին։ Հարգելիներս, սա հստակ էր, Փաշինյանը իր ուղերձում ասաց մի երկրի, որը ունի Թուրքիայի հետ, Ռուսաստանի հետ լավ հարաբերություն եւ Հայաստանի հետ լավ հարաբերություն, այսինքն դա Թուրքիայի մասին է նա խոսում։ Նա իր տերերի ցանկությունն է կատարում։ Նա անում է ամեն ինչ, որպեսզի Հայաստանի ողջ ռազմավարական կառույցները հանձնի ի պահ Թուրքիային, որ դրանից հետո Հայաստանը այլևս հնարավորություն չունենա գոյություն ունենալու եւ ինքը իր սուվերենությունը պահպանելու։ Ուստի Փաշինյանի հաղթանակի դեպքում մենք ունենալու ենք թուրքական ինչ-որ նահանգ, կամ եթե լավագույն դեպքում թուրքական, հնարավոր է Ադրբեջանի մարզ, լավագույն դեպքում գոնե թուրքական ինքը կտանի, բայց ավելի հավանական է, որ Ադրբեջանի ինչ-որ մարզ։ Նա չի կանգնելու ոչ մի բանի առաջ չի կանգնելու եւ ես համոզված եմ, որ դրա հետևում կանգնած են հետաքրքիր բացահայտումներ, եթե Նիկոլ Փաշինյանը այս անգամ չկրեց ընտրությունները, որը ես համոզված եմ, որ չի կրելու, ապա կբացահայտվեն շատ բաներ, որոնցով հասարակության այն հատվածը, որը գոնե մի քիչ ինչ-որ հոգու խորքում հավատում է Փաշինյանի անմեղությանը կամ գոնե միջին ոչ նրան հավատալու միտումներ ունի, հավատացնում եմ ձեզ, Փաշինյանը էլ ավելի վատն է, քան նախկին բոլոր իշխանությունները։
ու դուք կտեսնեք դա հետընտրական գործընթացներից, երբ որ Փաշինյանը կկորցնի իշխանությունը։ Արգելներս, կցանկանայի անդրադարձ կատարել նաև այսօր բավականին թեժ քննարկվող Փաշինյանի համար դա իր ընդդիմադիրների քարոզարշավին փորձել հարվածելու նաև մեղ հանդիսացող հարկային բեռի սանրացմանը։ Հարկային բեռի ավելացումը պատահական չի Հայաստանի Հանրապետությունում։ Ուզում եմ, որ բոլորդ հստակ իմանաք սա։ Հարկային բեռի ավելացումը դա Փաշինյանի քմահաճույքը չի, դա Փաշինյանի կառավարության քմահաճույքը չի։ Հարկային բեռի ավելացումը սովորաբար կապված է լինում միջազգային ֆոնդերի, օրինակ Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից կոնկրետ տրվող հրահանգերով։ Ինչի համար է Արժույթի միջազգային հիմնադրամը ռեկոմենդացիաներ տալիս բարձրացնել հարկերը, փոխել օրենսդրությունը, ծանրացնել հարկային բեռը ժողովրդի վրա, որպեսզի շարունակի տալ պարտք։ Միջազգային հիմնադրամները բավականին լավ հասկանում են եւ կարողանում են տիրապետում են իրավիճակին եւ հասկանում են, որ Հայաստանը նման ցածր տոկոսներով, հարաբերական ցածր հարկային բեռով չի կարողանա փակի հետագայում վերցվելիք ել ավելի մեծ վարկերը։ Այսինքն Փաշինյանը պետք է բարձրացնի հարկային բեռը, պետք է ավելացնի հարկերը, ավելի շատ գումար հարկի, որի արդյունքում նրան իր արևմտամետ գործընկերները կտան պարտքով փող, որը մեծ սիրով անում է Փաշինյանը այս 8 տարիների ընթացքում։ Մեր պետական պարտքը 6.5 միլիարդից հասնելով գրեթե 15 միլիարդի։ Իդեպ վերջերս բացահայտված նաև, որ Ամերիկային է խոստացել 9 միլիարդի գնումներ կատարել Ամերիկայից, այսինքն եւս 9 միլիարդ հավելյալ պարտք են ունենալու։ Դա առնվազն 9 միլիարդ։ Դա այն Փաշինյանի սիրելի արևմուտքն է նրան տրամադրում, որը համոզեց նրան, որը բերեց նրան, ես համոզված եմ Արցախը հանձնելու եւ հանձնեցին եւ կերան Արցախը, ցեղասպանեցին մի ողջ արցախահայություն, վտարեցին իրենց բնօրանից եւ լուր նստած վայելում են դա։ Իդեպ վերջին զարգացումները Էփշտեյնի գործի հետ կապված բավականին լավ լյուստրացիա արեցին, թե իրականում ովքեր են եվրոպական էլիտաները եւ ինչ են իրենցից ներկայացնում։ Մանկապիղծ, սրբապիղծ, մարդակեր, գազաններ։ Գրեթե բոլորը կապ ունեն այդ գործի հետ։ Գրեթե բոլորի վրա կա դասիեներ։ Ոնց են մանուկ երեխեքի արուններ խմել, ոնց են մանուկ երեխեքի բռնաբարել, ոնց են սրբապիղծ քայլեր արել այդ փոքրիկ կղզիում, որը պատկանում էր Էփշտեյնին, եւ բոլորի վրա կա դասիներ, նկարներ եւ այլ եւ այլ։ 3.5 միլիոն ֆայլ։ Ամեն ֆայլը պարունակում է մի քանի 100 էջանոց ինֆորմացիաներ եւ բավականին մեծ քանակությամբ նկարներ, այսինքն դուք պատկերացնում եք ինչ ծավալի ինֆորմացիայի մասն խոսքը։ Դա այդ արևմուտքն է, դա այդ լիբերալ աշխարհն է, որը հիմա ձգտում է գնալ Նիկոլը։ Դա այդ լիբերալ աշխարհի իրական դեպքն է, ուր գնում է Նիկոլը։ Իդեպ, ասեմ իմանաք, արևմուտքում էլ կային լիդերներ էլիտայի մաս կազմող, որոնք ոչ մի առնչություն չեն ունեցել նմանատիպ ստոր եւ զազրելի արարքների հետ, այդ լիդերները այսօր բավականին ակտիվ ու կոշտ խոսում են հակարևմտյան տերմինաբանությամբ, լինելով անգամ Եվրոպայի միության անդամ, երկրի ղեկավար։ Դրանցից է Վիկտոր Օրբանը եւ մյուսները, որոնք բացարձակ կապ չեն ունեցել այդ գործերի հետ եւ այսօր կարողանում են բարձրաձայն խոսել իրական խնդիրների մասին, խոսել հակառուսական քաղաքականության վտանգավորության մասին Եվրոպայի համար, խոսել Եվրոպայի արդեն իսկ խորտակվող նավի մասին, որովհետև նրանք ոչ մի կապ չունեն եւ նրանք ոչ մի բանով չեն ենթարկվում ոչ մի ազդեցության։ Իսկ Եվրոպայի բացարձակ մեծամասնության էլիտան անմիջական կապ ունի այդ սրբապիղծ եւ կորցանարար գործընթացների հետ, այդ մանկապղծությունների հետ, այդ մանուկների արունը խմելու, մանուկներ որ կարդակ հասկանաք ինչ ահավոր բաներ են այնտեղ արել։ Եվ մեր ժողովրդի մեջ կա մի հատ հատված, որը դեռ հավատում է, որ գնալով Եվրոպա
ուղղություն վերցնելով դեպի Եվրոպա, նրանք գնում են բարեկեցություն։ Նրանք գնում են ավելի լավ ապագա ունենալու։ Իրականում նման ցանկություն հայտնողների մեծ մասը երազում է առաջին իսկ հնարավորության դեպքում ունենալ ոչ վիզային տարբերակ, այսինքն առանց վիզա Եվրոպա գնալու տարբերակ եւ փախնել Հայաստանից։ Ինչը կատարվավ Ուկրաինայի հետ, ինչը կատարվավ Վրաստանի հետ, երբ ստացան հնարավորություն առանց վիզաների երթևէ ճամփորդելու, նրանց շատ մեծ մասը անվերադարձ լքեց հայրենիքը։ Իսկ դա պետք է կոնկրետ թուրքերին ու եվրոպացիներին դատարկել Հայաստանը Նիկոլի ձեռքերով։ Նիկոլը հետո կգնա եվրոպական մի տաքուկ երկրում կապրի, հանգիստ իր համար, իր միլիարդները թալանած եւ ստացած միլիարդները վաստակած չասեմ, որովհետեւ չի վաստակել, ինքը թալանել է, թալանած միլիարդները վայելելու։ Սիրելիներս, պետք է ուշքի գալ ստապվել, որովհետեւ ես կրկին անգամ կրկնում եմ, այս ընտրությունները լինելու են Հայաստանի Հանրապետության կամ վերջին ընտրությունները, կամ Հայաստանի Հանրապետության նոր հնարավորությունների եւ հզորացման ընտրություն։ Հայաստանի ներքին կյանքում բավականին թեժ է ընթանում գործընթացները։ Ընդդիմադիր դաշտում չկա բացարձակ համախմբվածություն, բացարձակ։ Ընդդիմադիր դաշտը կարծես մեկ-մեկի դեմ է պայքարում, փոխանակ պայքարելու Նիկոլի դեմ։ Հարգելիներս, շուտով նաեւ կլինի անոնս մի հետաքրքիր նախագծի, որով փորձ կարվի ընդհանուր ռեսների վրա դնել ընդդիմադիր դաշտը, որովհետև հասկանում ենք, որ նման ընդդիմադիր դաշտ ունենալու դեպքում Նիկոլը մեծ շանսեր ունի հաղթանակ տանելու իր տոտալիտար պետական ռեսուրսը օգտագործելով եւ կենտրակեղծիքներով։ Դրա դեմ պայքարելու միակ ճանապարհը, միակ եւ բացառապես միակ ճանապարհը ճիշտ միասնական օրակարգով շարժվելն։ Ես չեմ ասում միավորվել, քավլիցի իսեր ասում, միավորվել պետք չի, որովհետև կան մարդիկ, որ նախասիրություն ունեն ճաշակի հարցը, մեկի սիրում է, մեկին ատում է, բնականաբար երկուսի միացումից ինքը կարա չընտրի այդ միավորված ուժին, չէ, պետք չի, ընդհակառակը, ես խոսում եմ միասնական օրակարգի ձևավորման մասին, որը գոնե կապահովի այս փուլում միասնական ճիշտ խնդիր եւ մարտավարություն մշակելու համար։ Նիկոլը այս ընթացքում փորձելու է բաժանել ընդդիմությունը ել ավելի մանր հատվածների։ Նիկոլը փորձելու է նախընտրական փուլում խցկել ուժերի, որոնք փոշիացնելու են նախընտրական ձայները, փոշիացնելու են եւ շանս ապահովեն Նիկոլին վերընտրվելու, որոնք քարոզ են անելու չմասնակցել, մեկը ոչ մի բան չի փոխվի, մեկը նույնն է մնալու, ով էլ գա նույնն է մնալու, բերելով մի իրավիճակի, երբ որ հասարակությունը ցանկություն չի ունենում մասնակցել ընտրությունների եւ բնականաբար պետական ապարատի ազդեցությունն ու նաեւ պետական միջոցների օգտագործումը բերում է նրա, որ իշխանությունը տանում է բացարձակ հաղթանակ։ Ուստի պետք է աշխատել այդ ուղղությամբ եւ պետք է բավականին լուրջ աշխատանք տանել, որպեսզի ունենանք Հայաստանի Հանրապետություն, որը այսօր մեկ լարի վրա է կախված։ Եվ ես ասում եմ, սա կլինի Հայաստանի Հանրապետության վերջին կամ Հայաստանի Հանրապետության նոր փուլի ընտրությունները։ Նիկոլի հաղթանակի դեպքում կլինի Հայաստանի Հանրապետության վերջին ընտրությունը։ Այլ ուժի, ազգային ուժի, շեշտում եմ ազգային ուժի հաղթանակի դեպքում կունենանք, կփորձենք կառուցել նոր հզոր երկիր առանց Նիկոլի։ Հավատացնում եմ ձեզ, Նիկոլի գնալուց հետո Հայաստանում շատ բան է փոխվելու։ Ես մի անգամ ասել եմ ու կրկնում եմ, մեր այն հայրենակիցներին, որոնց հանդեպ շատերը ունեն բացասական վերաբերմունք, քանի որ նրանք նիկոլական են, մյուսները, չգիտեմ, նախկինական են եւ այլ։ Ես ասում եմ, կա, այո, բոլորիս մոտ էմոցիոնալ պոռթկումներ լինում են, բոլորս հասկանում ենք, որ չի կարա այլ տարբերակ լինի, քան մարդ, որը չատի Նիկոլին, բայց երբ որ տեսնում ենք Նիկոլին սիրող մարդ, հասկանում ենք, որ մեր հասարակության մեջ կա մի զանգված, որը չի հասկանում իրականությունը եւ
այդ ատելության եւ մեկ-մեկու հանդեպ թշնամանքի մթնոլորտը միևնույն է, պետք է վերանա հետընտրական process-ից, հետընտրական հենց առաջին օրվանից սկսած, պետք է բոլորս հասկանանք, որ մեր հասարակությունը ուրիշ ավելի լավ տեղ չունի ապրելու, քան Հայաստանի Հանրապետությունը, ուստի պետք է մեր նույն հարևանների հետ փորձենք կառուցել մեր երկիրը եւ մեր պետությունը, որը Նիկոլայ Սուտարյանի ընթացքում ավերակների է վերածել, եւ պետք է իսպար արմատախիլ անել մեկ-մեկու ատելու Նիկոլի սերմանած, մեկ-մեկու հանդեպ թշնամանք ձևավորելու այդ արատավոր երևույթը եւ փորձենք ներել մեկ-մեկի եւ միասնաբար սարքել նոր եւ ավելի հզոր Հայաստան։ Իդեպ Նիկոլի թուրքամետ թուրքահպատակ լինելը եւ նաեւ թուրքի ստրուկ լինելը կրկին անգամ ցույց տվեց իր շեֆը Ալիևը։ Երեք ընդամենը հայտարարելով, որ ինքը խաղաղության համաձայնագիր չի ստորագրի, մինչև Հայաստանը չփոխի սահմանադրությունը, այսինքն կոնկրետ նախապայմանադրում, կոնկրետ փոխել սահմանադրությունը, ստիպում է Նիկոլին, փոխելով սահմանադրությունը վերացնում է Հայաստանի Հանրապետության վերջին հենասյուները, դրանցից են եկեղեցին, դրանցից են անկախության հռչակագիրը, դրանք պետք է բոլորը բացառվեն սահմանադրությունից, որպեսզի հայը կորցնի իր ինքնությունը եւ անինքնություն ազգին հեշտ լինի վերացնել։ Իսկ Արցախի ժողովրդի վերադարձի մասին նա ցինիկաբար խոսած, որ դա փոխադարձ տարբերակով պետք է լինի 300,000 ադրբեջանցի Հայաստան գալ եւ այլ եւ այլ։ Իսկ մեր իշխանությունները այնքան ապիկար են, այնքան ստորաքարշ են, որ անգամ չեն կարողանում հակադարձել, որ այդ պարագայում Ադրբեջան պետք է վերադառնան Բաքվից, Մարաղայից, Սումգայիթից փախած, Կոտորածից փախած բոլոր հայերը։ Այդ դեպքում Ալիևի բերանը կփակվի եւ Ալիևը կսսկվի։ Սիրելիներս, դրա համար մեզ պետք է ոչ թե նման ստորաքարշ հպատակվող թուրքահպատակ, թուրքավասալ իշխանություն, այլ մեզ պետք է կոնկրետ ազգային իշխանություն։ Եվ ես համամիտ եմ մեր ընդդիմադիր գործիչների հետ, նրանց հետ, ովքեր կոնկրետ պատրաստ են հանուն Հայաստանի ազգային նպատակների սահմանել օրակարգ եւ շարժվել առաջ։ Իդեպ վերջերս հաշկս ընկավ Տիգրան Ուրիխանյանի կոչը, որտեղ նա կոչ է անում մահապատժի վերականգնման բոլոր անձանց նկատմամբ հետընտրական փուլում նա մահապատժի վերականգնման բոլոր այն անձանց նկատմամբ, ովքեր դավաճանական գործողություն են ծավալել Հայաստանի Հանրապետության հանդեպ, ում կատարած գործողության ընթացքում Հայաստանի Հանրապետությունը ունեցել է անվերադարձ կորուստներ։ Դա պետք է լինի Հայաստանի 3-րդ Հանրապետության առաջին օրվանից սկսված, պետք է բացահայտվի եւ լուստրացիայի ենթարկվեն բոլոր հակապետական դավաճանական քայլ արած ցանկացած ոք եւ բոլորը պետք է պատասխան տան Հայաստանի Հանրապետության անդառնալի կորուստ պատճառելու համար։ Կրկնում եմ, անդառնալի կորուստ պատճառելու համար։ Կան դավաճանական քայլեր կամ կան հակապետական քայլեր, որոնք մարդը արածը ինքը մեղավոր է ի սկզբանե ծնվել եւ կարող է ինչ-որ մեղքեր գործածել, բայց անվերադարձ կորստների համար պետք է բոլորը պատասխան տան։ Բոլորը, ով ներգործություն ունեցել նման process-ների վրա։ Ուստի սիրելիներս, կրկին անգամ կոչ եմ անում։ Կրկին անգամ հորդորում եմ պատրաստ լինել եւ առաջիկայում առաջիկա սպասվելիք ընտրություններում համախմբված միասնական օրակարգի շուրջ, չեմ ասում միասնական թիմով, ասում եմ միասնական օրակարգի շուրջ գնալ առաջ եւ իշխանությունից հեռացնել այս դավաճան
ստահակներին եւ պահպանել Հայաստանի Հանրապետությունը, որովհետեւ ցանկացած օր, որը Նիկոլը մնում է իշխանության, դա Հայաստանի Հանրապետության համար ահագին մեծ կորուստ է եւ անդառնալի կորուստ, հավատացեք։ Նիկոլը ոչ թե ներկայացնում է Հայաստանի շահերը, Նիկոլը ներկայացնում է Էրդողանի եւ Ալիևի շահերը արևմտքի ձեռամբ։ Այդ Ֆրանսիայի ժողովուրդը շատ բավականին հայասեր են եւ ֆրանսիական կառավարությունները բավականին հայերի համար շատ մեծ գործեր են արել ցեղասպանությունից մազապործ եղած հայերի եւ Երրորդ հանրապետության, բայց այսօրվա Ֆրանսիայի իշխանությունները բացարձակապես չեն ներկայացնում Հայաստանի Հանրապետության շահերը, նրանք ներկայացնում են կոնկրետ թուրքական շահ, կոնկրետ հստակ քաղաքականություն հակառուսական, որը մեր տարածաշրջանում կբերի էլ ավելի վատ զարգացումների, Ուկրաինային երանի ենք տալ Ուկրաինային, եթե Հայաստանը մտավ հակառուսական տուրբուլենտ զոնա, հավատացեք, երանի ենք տալ, Ուկրաինան գոնե ինչ-որ մի հատված է կպահպանի իր տարածքի, մենք չենք պահպանի, որտեղ մեզ ուղղակի կուտեն, այն ինչ ուզում են թուրքերը 100 տարի եւ ավել, այսօր իրանց դեմը պատնոսով մատուցումը Փաշինյանը։ Ուստի առաջիկայում նորից կխոսենք, բավականին ակտիվ կքննարկենք հարցեր, որոնք ծառանում են այսօրի ընթացքում եւ կոչ եմ անում ընկերներ բոլորիդ լայքել եւ պատվիսկա լինել իմ էջին, որպեսզի կարողանանք ակտիվ կապի մեջ լինել եւ խնդրում եմ բոլորին, եթե ունենում եք հարցեր, որի մասին կուզենանք քննարկենք, կոմենտներում գրեք, ես անպայման դրանց կանդրադառնամ եւ անպայման այդ հարցերը կբարձրացնենք։ Եվ ես նաև շորտ տարբերակով որոշակի վիդեոներ եմ թողում, երբ անհրաժեշտ է լինում շատ արագ ինչ-որ մի բանի մասին խոսելու, ես կարճ տարբերակով վիդեոներ եմ նաև տեղադրում այստեղ եւ անպայման այդ վիդեոներն էլ նայեք, որովհետեւ նրանք կրում են բավականին շատ տեղեկություն։ Շնորհակալություն, մինչ հանդիպում։